Մովսես Հակոբյանը նույն ինքը Մոսին։ Այո, քուր էր դրե հաջորդում։ Կախվեր պետքա, կախվեր, ասենք, բարձ բացահայտեցին, ասենք, փաստերով ներկայացրեցին, որ ինքը իր առանձնատունը վաճառել է նախարարանի պաշտպանական բանակի վրա, հետո մի հատ էլ նորից նվեր է ստացել դա, ասենք, բանով։ Բա մի հատ էլ մամուլի ասուլիս էր կազմակերպել, հայտարարում էր, որ եթե իրան Սամվել Բաբայանը պետք է հրամաններ տար, ինքը պետք է բանաներ։ Ինքը պետք է գնար մամուլով կհայտներ, որ հրաժարվում է կռվել 44 օրյային։ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն այդ ուղղությամբ իրավիճակը փոխելու իր առաջարկով էր հանդես եկել, որում պետք է ներգրավվեր գեներալ գնդապետ Մովսես Հակոբյանը։ Առաջարկում եմ, որ ստեղծել մի հատ առանձին ասենք կառավարման կետ, որտեղ եւ առաջարկում եմ Մոսիին, որ ինքը գնա այս ուղղությունը սրանց հետ կոորդինացնվի։ Դրա համար առաջարկված այդ տանձը ու պատերազմի առաջի պատերազմի ժամանակ փորձ ունի։ Ազնական հին խնդիր ունեմ, դրա համար ես չեմ գնում։ Բաբային Սամուն, որ ասում է ես չեմ անում։ Զուտ դրա համար չեմ անում։ Որտեղ ին վերաբերմունքը Բաբային Սամային առանձնահատուկ է։ Առանձնահատուկ է, դա իմ անձնականս է։ Հարգանքով եմ վերաբերում իրեն անցած արածին, բայց պատերազմը ղեկավարել ասպային դա իրեն խելքի գործը չի։ Իսկ երկրի ղեկավարը, որ ուզում եք իմանալ, ղեկավարել է Բաբային Սամոյի միջոցով։ Մի քանի առաջարկություն երկրի նախագահի եւ Բաբային Սամոյը, որը մտնում են բանակի հրամանատարի մոտ առաջարկություններով, ես ասացի, եթե անենք, ես դուրս եմ գալու դա պրես ցենտրը որտեղ լրատվակենտրոն, ասեմ դուրս եմ գալու հայտարարեմ, որ այսպեսի գործ եք անում։ Բայց այս մարդկանց մասին ինչ ասես ասա։ Տեսեք, Մովսես Հակոբյանին ինչ ասենք, նա Մոնթեին խփեցին թռավ։ Այդ ամեն ինչը մենք հիշում ենք, չէ՞։ Մոնթեի տեղակալները այդ ժամանակ բոյ եղավ, գիտեն բոլորն էլ։ Սրանք թռան կողքից։ Մոնթեն մինչև վերջ կրվեց, զոհվեց, սրանք փախան, թռան, դառան, չգիտես, գեներալ, հրամանատար, ասենք Մովսես Հակոբյանը ինչին անդառնանք այդ թզուկի sense մեր մեջ ասած էլի։ Նա ինչ որ փուրա ընդ դե կոմերսանտ ասա, բիզնեսով զբաղվե, սրանք զինվորի հաց ուտողներ են եղել։ Մարդը իր տունը փաստա, չէ՞ որ ծախել է պաշտպանության բանակին։ Բայց բա ինչ ասենք սրան։ Սրանով սրան գեներալ տվողի դեմքին պետք է թանք թքենք։ Քոչաննա կամ Սերժը, չգիտեմ, այդ երկու թափթփուկից մեկը պետք է լինի։ Արայիկ Հարությունյանը հայտարարում էր, որ իրանք չեն իմացել, որ Ադրբեջանը պատրաստվում է գրոհի, բայց փաստերով ապացուցվեց, որ Արայիկ Հարությունյանը պատերազմից ընդամենը օրեր առաջ արդեն իր հողերն էր վաճառում եւ իրանց շրջապատին այդ իշխանական այդ կլանին բան են անում, տակից ասում են, որ բանկերից ինչքան կարակ վարկ վերցրեք, այդ փողերը բանարեք, քանի սա լավ առիթ է։ Արտուր ջան, Արայիկ Հարությունյանը այդ իր օրթախի հետ կռվի ժամանակ ստե գազի զապրովկա էին առնում Հայաստանում։ Ինչ է, հիմա ուր է Արայիկ Հարությունյանը։ Պիտուշոկը։ Այսինքն սրանք փողի համար դառան պիտուշոկ։ Այդպես տերմին կա, չէ՞, գաղութում։ Այսինքն այս պիտուշոկներին ես ինչ ասեմ։ Լավ, ասեք գեներալ։ Գեներալ չեք, դուք պիտուշոկ եք։ Նույնն է Մոսին, այդ Մովսես Հակոբյանը, ասենք, ռեստորանը այդտեղ բանի այդ տատի պապի արցանի հետև այդ Եկա Հարսանյաց սրահումներ, ասենք, բան այդ որ Մովսես Հակոբյանին չճանաչող վերջը գերեզման 4 հատ տախտակ չեն տանում այդ մարդիկ, ինչ որ էլի բան տարվի։ Մովսես Հակոբյանը ժամանակին եկել է Հայաստան, ես գիտեմ այդ բիտկոինը առել, ինչքան գումարի, ոնց այդ ամեն ինչից տեղյակ ենք։ Մովսես Հակոբյանին որ չճանաչես, այնպես խոսակը հուզվեց։ Ասես սուրբ ով է։ Բայց փաստերը կա, չէ՞։ Թալան, կողոպուտ, սա է։ Ինչ են հետները տանելու։ Սրանք շիրիմել չեն մնալու։ Սրանք մնալու են պատմության մեջ որպես դավաճան հայազգի թշնամիներ։ Դա է։ Դրա համար են հիմա խրխռում, իմպիչմենտ են գորում, չգիտես ինչ են անում, ինչ իմպիչմենտ արա։ Ասում եմ, Էշմիածնից կատու կգա, ձեզի կկրի ընտրություններին։ Դուք ով եք։ Դե հիմա թալաներն են այդ փողը մի ձև պետքա բանեն, մի երկու օգուտ տան, մի երկու կոպեկ, որ հերնեն ստենդը իրանց ռեկլամանեն, գորան, նրանք արդեն վերջացած մարդիկ են։ Եվ նորից եմ ասում, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին հայ ժողովուրդը սրանց պետքա նետի պատմության աղբանոց եւ նետելու է մեր օգնությամբ։
Եվ հետո զարմանում են, թե ոնց եղավ Արցախի հանձնումը։ Այսինքն, կներեք 1000 անգամ որ ասում է համասեռամոլի մասին բան կա, չէ, անեկդոտ ասում է, ոնց ինչպես դարձել, ասում է տենց հարց ու փորձ անելով։ Հիմա սրանք ոնց դառան այտենց, այ տենց թալանելով, կեղեքելով, բազմաթիվ բացահայտումներ ունեն, որ նույն պաշտպանական բանակի Արցախի սպաները երկու դուխիով մեկ էլ $50 տեխնիկայի տեղերն էին ադրբեջանցիներին հայտնել, փաստ բացահայտված կա, ասենք։ Երկու դուխիով, ասենք դու հանձնում ես ու քո մտերիմներին տանում կրակի տակ ես գցում։ Արտուր տեսակ չէ, սնայադների պատմությունը, որ չաշխատող հին բաներ էին առել։ Այսինքն այդ զինվորը դնում է, որ հրետանին կրակի չի կրակում։ Սրանք սրբություն չունեցող, նորից եմ ասում, զիբիլիվերի կատուներ են, որոնց վերջը մենք մոտ է, սրանք պատմության աղբանոցում են հայտնվելու։ Մեծ մասն էլ դատվելու է։ Թող Նիկոլ Փաշինյանին ամեն օր մոմ են վարում, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Որտեվ գիտեմ, հանգարց Նիկոլ Փաշինյանը գնաց իրանք չեկան, նոր մարդիկ եկան, իրանց հետ ինչա կատարվելու։ Ու իրանց թայֆեքի։ Բերդերում տեղ չի նելու ուղղակի։ Ու այդ օրը գալու է։ Իմ նախորդ պատմածից ավելի վատ պատմություն պատմեմ, որ ուղղակի ներսում չի տեղավորվում, ոնց կարելի է այդպես բան։ 2023 թվականի սեպտեմբերին արդեն Արցախի հայաթափումից հետո Արցախցի մարդը եղել, որ Իսակովի վրա փաստերը կա, ասենք, Իսակովի վրա ավտո այդ հայերը ոնց ռազմորկա է գնել $2 միլիոն, $2 միլիոն, ասենք, կանխիկ, ասենք, դու բերում ես Արցախից, դու ուղղակի մարդու ուղեղում չի տեղավորվում, ոնց կարելի ասեք $2 միլիոն ունենալ, այն դեպքում, երբ որ Արցախի համար դրամահավաք էին անում ամեն տարի։ Արտուր, մենք մոտ ապագայում Հայաստանի Հանրապետությունից դուրս ենք լինելու եւ նկարահանելու ենք այդ տականքների ունեցվածքը Հայաստանից դուրս։ Այդ ժամանակ կներկայացնենք մեր ժողովրդին, ինչ 2 միլիոն, 200 միլիոնից խոսացեք։ Կգնանք կնկարահանենք, արդեն ինֆորմացիան ստացել ենք, մենք գործուղման մեջ ենք լինելու, գնալու ենք նկարահանում ենք եւ կգանք մեր հայրենակիցներին կներկայացնենք, թե սրանք Հայաստանի Հանրապետությունից դուրս ինչեր ունեն։ Մի հատ գերմանացի բոմժենք թե անունով գրե, Ժակ Ֆուֆուն, չգիտեմ ով, բացահայտելու ենք ամեն ինչ, արդեն բացահայտվել է։ Այդ ամեն ինչը վերադարձնելու ենք պետական բյուջե։ Առանց սոված շամպես, լոզոտ, եկել եք Ղարաբաղից Հայաստան, նույն ձև ձեզ ճանապարհ ենք դնելու։ Սրանց պետք է չի դատել անգամ։ Սրանց պետք է ունեզրկես, գցես քուչեքը։ Թոյթան Սիյուշի հետ կլիպում նկարվեն։ Սեյանն ու Քոչյանը, քսազի իրանց։ Բայց յուբկա հակած։ Շատ հետաքրքիր տեսալովակ կլինի։ Վերջում Սիյուշոն կասի թեխի բան եղավ, Ռոբերտ ու Սեյանը որոշեցին, որ նկարահանվեն իր տեսահոլովակում։ Կամ այն բանը, ինչ որ այնտեղ զրթու փրթի է ծախում այդ բիժուտերիա։ Թող գնան այդ խանութում վաճառողի աշխատեն։ Քոչյանն ու Սեյանը, քսազի իրանց։ Այդ ոնց ունեցան Միացյալ Նահանգներում տենց խանութ Հերոսի թորները Ամերիկա են գնում ծմը, որ մոտ քրչոտ թուղթ տան։ Ինչ է այդ մարկանց ինչ ասես։ Արցախ ազատագրողը, չգիտեմ, ամեն Արցախի հորովել էին գնում երգում։ Արտուր, սրա կենսագություն նայում ես, հիվանդը առույց է սպանել նստել են նկարվել։ Այսինքն հոգեկան փսիխիչեսկի բալնոյի մարդ է էսի։ Սրան պետք է տանես մոտ բժշկի մոտ, ասես ես երևի քյորփավաղ փողմող չի եղել ձերները, բան չի եղել, տես չտես են մեծացել։ Այն որպես պատիճ եկան անգան, դա Լևոն Տեր-Պետրոսյանի լավությունն էր, էլի, որ այս չտես թոքից փախածներին բերեց իշխանություն տվեց։ Էդ է, բայց նրանց վերջը մոտ է։ Ես խեմ սենց հանգիստ նստած խոսում, գիտեմ ինչ ա լինելու։ Այդ որ մեկ-մեկ թափթփուկներ կան, գրում են, բա Երևանի կենտրոնում են, մեկ էլ հել է ինչ որ ոգևորվել, Երևանի կենտրոնում նստած է։ Միշտ Երևանի կենտրոնում եմ նստել։ Ի տարբերություն ձեր թռածների, պիտուշոկների։ Ու հայել Երևանի կենտրոնում նստելու եմ, ասելու եմ դուք ով եք։ Ու նորից եմ նշում, այդպես որ մտնում շուտ կոմենտ են գրում իրանց ֆեյքերով, Քոչյանի հարցներն են, չէ՞, ամեն օր գրում։ Ձեր տան ворցերը, իրանց ворցը չկան, դե հելնում են մեր դեմը, փախնում են ուղակի։ Իրանց կյանքին թողում թռնում են։ Որտեվ իրանք էդ են։ Թուրքի շուն են իրանք։ Իսկ թուրքի շանը մենք գիտեք ինչ ենք անելու։